Խորը ցավով հայտնում եմ, որ մորս Զարա Արամյանի սիրտը կանգ է առել, գրել էր Զարա Արամյանի որդին Գուրգեն Գասպարյանը, մի նախադասություն, որի մեջ ամբողջ իրականությունն է առանց ավելորդ բառերի։ Այդպես են գրում, երբ ցավը շատ մեծ է, իսկ խոսքը քիչ։ Գուրգեն Գասպարյանը Զարա Արամյանի որդին է, ով աշխատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունում, հանրային ուշադրության կենտրոնում նա երբեք չի եղել, բայց մոր մահվան այս լուրը նրան մի ակնթարթում դարձրեց բոլորի ուշադրության կենտրոնում ոչ իր գործունեության, այլ իր ապրած կորստի պատճառով։ Նրա գրառումը ոչ միայն տեղեկություն էր հոգեհանգստի վայրի ու ժամի մասին, այլ նաև որդու պարտականություն արժանապատիվ կերպով հայտնել այն, ինչի հետ դժվար է հաշտվել։ Սոցիալական ցանցերում նրա էջերը բացում են մեկ այլ, ավելի անձնական պատկեր, այնտեղ երևում է, թե որքան խորն էր նրա կապը քրոջ Էլենի հետ։ Այդ կապը միայն քույր-եղբայր հարաբերություն չէ, այլ փոխադարձ հենարան, ընկերություն, միմյանց կողքին լինելու մշտական պատրաստակամություն։ Այսօր, երբ ընտանիքը կանգնած է ամենածանր փորձության առաջ, այդ կապն է, որ նրանց օգնելու է քայլ առ քայլ անցնել այս ճանապարհը առանց կոտրվելու, բայց մեծ ցավով։ Զարա Արամյանի համար երեխաները կյանքի առանցքն էին, նա միշտ խոսել է ընտանիքի մասին որպես իր ամենամեծ արժեքի։ Այդ սերը վերադարձավ նրան ամբողջությամբ երեխաների վերաբերմունքի, հարգանքի, հպարտության մեջ։ Եվ հենց այդ պատճառով այս կորուստը նրանց համար անդառնալի է։ Ոչինչ և ոչ ոք չի կարող փոխարինել մորը, ոչ խոսքերը, ոչ ժամանակը, ոչ էլ կարեկցանքը։ Գուրգենի գրառման մեջ չկար ողբ, չկար չափազանցություն, կային փաստն ու լռությունը։ Այդ լռությունն այսօր խոսում է ավելի բարձր, քան 1000 բառ։ Որդու համար մոր կորուստը կյանքային սահման է, որից հետո ամեն ինչ դառնում է մինչև և հետո։ Այդ սահմանը չի ջնջվում, միայն սովորում են ապրել դրա հետ։ Զարա Արամյանի ընտանիքի համար այս կորուստը ոչ միայն անձնական ցավ է, այլ ամբողջ կյանքի վերաձևավորում, տունը, առօրյան սովորությունները, ամեն ինչ այլ կերպ է լինելու։ Եվ այդ փոփոխությունը չի գալիս հանկարծակի, այն դանդաղ է, ծանր ու լուռ։ Միաժամանակ Զարա Արամյանի անունը դուրս է գալիս ընտանիքի սահմաններից, նրա մահը ցավ է դարձել նաև շատերի համար։ Նա այն մարդկանցից էր, ում ճանաչում էին նույնիսկ նրանք, ովքեր անձամբ երբեք չեն հանդիպել։ Նրա ձայնը, խոսքը, մտածողությունը տարիներ շարունակ ուղեկցել են հայ հանդիսատեսին։ Այդ պատճառով նրա անունը դեռ երկար կհիշվի հայ ժողովրդի կողմից որպես արժանապատիվ խոսքի, մշակույթի ու մարդկային վերաբերմունքի օրինակ։ Այսօր, սակայն, ամենամեծ ցավը մնում է ընտանիքի ներսում, ոչ հանրային հիշատակը, ոչ գնահատանքը չեն կարող սփոփել մոր բացակայությունը։ Կարող են միայն հաստատել մի բան՝ Զարա Արամյանի կյանքն անանցանելի հետք է թողել և այդ հետքը սկսվում ու ավարտվում է հենց իր երեխաներով։ Ուժ Գուրգեն Գասպարյանին, Էլենին և ամբողջ ընտանիքին այս ծանր օրերին, որովհետև այս ճանապարհն անցնում են ոչ թե բառերով, այլ լռությամբ, միասին։ Զարա Արամյանի ընտանիքում ամենակարևորը երբեք ձևը չի եղել, այլ բովանդակությունը։ Այստեղ չեն ձգտել մեծ շուքի, ցուցադրական պահերի կամ բարձրաձայն տոնակատարությունների։ Փոխարենը գնահատել են այն, ինչը չի երևում առաջին հայացքից՝ պարզությունը, անկեղծ սերը և միասին լինելու զգացողությունը։ Այդ մոտեցումն էր, որ ձևավորում էր ընտանիքի ներքին ջերմությունը։ Զարա Արամյանի խոսքով ընտանիքում փոխադարձ հարգանքն ու միասին ուրախանալու կարողությունը կարևոր արժեքներ են։ Նույնիսկ երեխաների հաջողությունները ներկայացվում էին ոչ որպես հպարտության ցուցադրություն, այլ որպես ուրախություն կիսելու առիթ։ Երբ որդին իր ծննդյան օրը մրցանակ էր ստացել գերազանց առաջադիմության համար, դա ընկալվել էր որպես ընտանիքի ընդհանուր նվեր, փոքր, բայց արժեքավոր հաղթանակ։ Երբ Զարա Արամյանին հարցնում էին ընտանիքի համերաշխության և ամրության գաղտնիքի մասին, նրա պատասխանը անսպասելի պարզ էր՝ խաղը։ Նա ասում էր, որ շատ է խաղում։ Խաղը նրա համար պարզապես վարճանք չէր, այլ կյանքի նկատմամբ վերաբերմունք։ Երբ իրավիճակները կարող էին սրվել, երբ խնդիրները չափազանց լուրջ էին թվում, նա ընտրում էր հումորը, թեթևությունը, խաղային մոտեցումը սուր անկյունները շրջանցելու համար։ Զարան հասկանում էր, որ երբեմն մեկ կտրուկ խոսք կամ սխալ քայլ կարող է անդառնալի հետևանք ունենալ։
Եվ այդ պահին նա չէր փորձում հաղթել կամ ապացուցել իր իրավացիությունը, նա փորձում էր պահել հարաբերությունը։ Այդ խաղային մոտեցումը թույլ էր տալիս չխորացնել հակասությունները, այլ պահնել մերձեցումը։ Զարա Արամյանը միշտ մեծ ակնածանքով է խոսել իր ամուսնու Արտաշես Գասպարյանի մասին։ Նրա խոսքում երբեք չկար սովորական ձևականություն։ Ամուսինը նրա համար պարզապես կյանքի ուղեկից չէր, նա նրան անվանում էր իր ապավենը, լավագույն ընկերն ու համախոհը։ Այդ կապը կառուցված էր ոչ միայն սիրո, այլ փոխադարձ վստահության վրա։ Իմ ապավեն, լավագույն ընկեր, համախոհ ու մեծ սեր, այս բառերը բնորոշում էին նրանց հարաբերությունների էությունը։ Զարայի համար ընտանիքը միշտ առաջին տեղում էր, անկախ զբաղվածությունից, հանրային ուշադրությունից կամ կյանքի բարդություններից։ Նրա ուժի մեծ մասը գալիս էր հենց այդ վստահելի ընտանիքային միջավայրից։ Միշտ ձեռքս բռնիր, որ ապրեմ։ Այս խոսքերը, որոնք նա ասում էր ամուսնուն, այսօր հնչում են որպես նրա ներաշխարհի բացահայտում։ Դրանք ոչ թե թուլության, այլ վստահության խոսքեր են։ Վստահություն մեկ մարդու հանդեպ, որի ներկայությունը տալիս էր կյանքի զգացողություն, անվտանգություն և հանգստություն։ Զարա Արամյանի ընտանեկան աշխարհը կառուցված էր պարզ, բայց խոր արժեքների վրա։ Սեր առանց աղմուկի, համերաշխություն առանց ցուցադրություն, ուժ առանց կոշտության։ Այդ աշխարհը նա կարողացավ պահպանել տարիներ շարունակ և փոխանցել իր երեխաներին, և գուցե հենց դա է նրա կյանքի